Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նոյեմբերի 22-ին Փաշինյանի հետ ավտոբուսներով պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով անունով միջոցառմանը շտապողներին, տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 195,000 դրամ է տրամադրել Էլիտբաս ՍՊ-ին, որպեսզի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները տեղափոխվեն համալիր։ Ավտոբուսային ծառայությունից օգտվելը ներկայացված է որպես ներկայացուցչական ծախս։ 115,000 դրամ էլ նույն ՍՊ-ին տրամադրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։ Նշենք, որ այս պարագայում էլ ավտոբուսի ծառայությունից օգտվելը ներկայացված է որպես մարզահամերգային համալիր տեղափոխման համար ավտոբուսների վարձակալման ծառայություն։ Նշենք, որ ՍՊ-ի 50% բաժնեմասը պատկանում է Գուրգեն Նիկողոսյանին, իսկ մյուս 50%-ը Նարեկ Սարգսյանին 2011 թվականի մարտի 21-ից։ Ավելի վաղ Փաստինֆոն հայտնել էր, որ Կոմկուսը հիշեցնող միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90,000 դրամ, որից գումար է տրամադրվել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանին ելույթ ունենալու համար։ Ի դեպ, գերատեսչությունների աշխատակիցներին Փաստինֆոյի տեղեկություններով ավտոբուսները հետ չեն տարել եւ աշխատակիցները ինքնուրույն են գնացել համալիրից։